ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրային ռադիոյի եթերում ձեր ձայնն է լսելի։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել, մուտք գործեք armradio.am կայք դիտել կոճակը սեղմեք կամ էլ Հայաստանի հանրային ռադիո։ Հայատար գրում եք Facebook-յան արդակում եւ այդ տարբերակով եւս հետեւում մեր եթերին։ Այո, ձեր ձայնը շատ կարեւոր է եւ ձեր ձայնը պետք է լսելի լինի։ Սա այն դեպքերից է, որ կարող եմ հստակ նաեւ այս ձևակերպումը տալ, որովհետեւ հունիսի 7-ին Հայաստանում անցկացվելու են ազգային ժողովի հերթական ընտրությունները եւ ընտրելու իրավունքը բնականաբար յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է։ Սակայն կարևոր է, որ այդ իրավունքը հավասարապես հասանելի լինի նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս օրերին իհարկե տարբեր կառույցներ եւ իրավապաշտպան կազմակերպություններ ակտիվ բարձրաձայնում են ընտրական գործընթացի մատչելիության, ընտրատեղամասերում անհրաժեշտ պայմանների ստեղծման, նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի լիարժեք իրացման մասին։ Նաև տեղեկացնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է 2026 թվականի ընտրությունների համար առանձնացվել են նաև մատչելի ընտրատեղամասեր, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ կարողանան ինքնուրույն մասնակցել քվեարկությանը։ Մենք կփորձենք այս հարցի շուրջ զրուցել, մենք կարող ենք մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների եւ նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Սահակյանի հետ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Հատկապես վերջին օրերին մենք շատ ենք լսում, որ յուրաքանչյուրի ձայնը շատ կարևոր է, յուրաքանչյուր ոք պետք է գնա ընտրության եւ կատարի իր սահմանադրական իրավունքը, ընտրություն կատարի այս պարագայում, եւ մենք գիտենք, որ տարիներ շարունակ նման ժամանակահատվածներում շատ է խոսվում նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքի մասին եւ հասանելիության ու մատչելիության առումով։ Այս տարի կարծես ավելի շատ են ահազանգում տարբեր կազմակերպություններ ու ներկայացուցիչներ։ Ես կուզեի նախ եւ առաջ բնութագրումը տայինք Տիկին Սահակյան, ինչով է պայմանավորված, ինչով է ավելի կարևոր, որ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքը դիտարկենք ոչ թե սոցիալական աջակցություն, այլ որպես մարդու հիմնարար իրավունք։ Այս տարբերությունները ներկայացնենք նախ եւ առաջ։ Շնորհակալություն հրավերի համար Լուսինե ջան։ Սկսեմ մի փոքր անձնական փորձառությունից, ինքս մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդի արդեն մայր եմ, մի փոքր սուբյեկտիվ բան կասեմ, բայց ինձ թվում է բոլոր մայրերը, ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխաներ, կյանքի վաղ փուլերում չեն պատկերացնում, որ մի օր իր երեխան նաև ընտրության է մասնակցելու, չեմ թաքցնի այդ մարդկանց այդ ծնողների խմբին նաև պատկանել եմ ես, որովհետև երբ հրաչս փոքր էր, շատ խնդիրներ կային ներառական կրթության ոլորտում, նրա առհասարակ հասարակությունում ներառվելու, սոցիալիզացվելու մեջ եւ ընտրությունը այդ վերջին բանն էր, որ ես կարող էի այն ժամանակ մտածել։ Եվ նաեւ դա բնական էր, որովհետեւ ամեն տարի իր հետ այնքան շատ են խնդիրները, լուծելու հարցերը, ներառական միջավայր ստեղծելու իր համար հարցերը, որ դրա մասին մտածում ես արդեն ժամանակի մեջ։ Բայց երբ օրինակ տղաս 18 տարեկան դարձավ, համակավ քաղաքապետի ընտրությունների հետ եւ ինքը որոշեց, որ ինքը պիտի գնա ընտրության, Էլի չեմ թաքցնի ասեմ, որ այնքան էի հուզվում դա նոր փորձառություններ ինձ համար, որ ես այդ պատասխանատվությունը դրեցի իր քրոջ վրա, ասի, դե որ որոշել ես, ուրեմն քրոջդ էլ կգնաս ընտրության, եւ գնաց ընտրության եւ հաջորդ օրը այսպիսի մի բան ասեց, տեսար, չէի ուզում գնայի ընտրության, իսկ իմ նամակը տեղա հասել, իր նախընտրած տեխնացուն հաղթել այդ ընտրություններում, ես չգիտեմ հակառակ դեպքում ինչ պատկեր կստանայինք, բայց միևնույն է, այնքան ինքը որոշիչ եղավ իմ համար այդ իր ասածը ինձ մեղադրելը, այսինքն ես հասկացա մի պահ, որ ես փոխանակ աջակցեմ մարդուն, ով ուզում է իրավունքը իրացնել, խոչընդոտ եմ ստեղծում եւ կարծես ինքս իմ փորձը արդեն ոնց որ կազմակերպություն տարա եւ մեր ծնողներին էլ շատ հորդորում ենք, որպիսի լինեն աջակիցներ իրենց երեխաների, իրենց արդեն երիտասարդների ընտրական իրավունքը իրացնելու գործում։ Այստեղ հիմնական խնդիրները որոնք են, որ բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք ընտրության գնալիս։ Խնդիրները բազմաթիվ են, եւ նորություն չեմ ասի։ Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներից եւս։ Այո։
Եթե ֆիզիկական մատչելիության մասին խոսենք, հիմա շատ է խոսում ընտրական տեղամասերի մատչելիության մասին, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ կենտրոնական հանձնաժողովը այդպիսի ցանկ ունի եւ իր կայքում տեղադրված է, բայց խնդիրները բազմաթիվ են, Լուսինե ջան։ Տանից հասնել, չէ՞ որ ընտրությունները միայն ընտրախցիկը եւ ընտրատեղամասը չէ, այլ ամբողջ մեր այդ միջավայրն է, որը լի է խոչընդոտներով։ Տանից դուրս գալ, հասնել ընտրատեղամաս, կատարել ընտրություն, մինչ այդ որպեսզի ընտրական իրավունքը իրացվի մատչելի ընտրարշավին մասնակից լինել, իրազեկվել, հասկանալ, նախընտրություն տալ որևէ տեխնացուի կամ որևէ քաղաքական ուժի, դրանք ոնց որ շղթաներ են, որոնք եթե ինչ-որ մի փուլում խաթարված են, լավ չի կարողանում մարդն իր իրավունքը իրացնի, իրազեկվի եւ այլն, այդ դրանից էլ կախված է ընտրական իրավունքի կիրարկումը հենց ընտրություն կատարելու մեջ։ Ասեմ, որ մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասին մի փոքր առանձնացնեմ, քանի որ մենք զբաղվում ենք մտավոր խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ, Նաև անձնական օրինակս բերեմ, օրինակ իմ տղան եւ էլի շատ երիտասարդներ, ովքեր մեր կազմակերպությունն են հաճախում, գրելու կարդալու դժվարություն ունեն։ Եթե ավելի պարզ ասեմ, օրինակ իմ տղան չի գրում, չի կարդում։ Եվ պատկերացնել միգուցե անտեղյակ մարդկանց մոտ ստեղծել կարծիք, որ դա ընտրող է, ապագա կամ ներկա, երբեմն բարդ է լինում։ Չէ՞ որ խցիկում միայնակ պիտի լինի մարդը։ Այս հարցը հասկանանք։ Այս ձեր պարագայում փաստորեն դա խնդրահարույց է։ Այո, խնդրահարույց է։ Ասեմ, որ օրենքով սահմանված կարգով, երբ մարդը դժվարություն ունի ընտրելու, նա կարող է օգնություն խնդրել, այո, եւ իրեն կարող են օգնել, եւ դա չպիտի լինի հանձնաժողովի անդամ կամ դիտորդ կամ իսկ ընտանիքի անդամ կարող է լինել, անձը ում մարդը վստահում է, ում առաջարկում է, որ լինի իր օգնականը եւ ով նախապես գրանցվում է հանձնաժողովի նախագահի մոտ որպես օգնող։ Մեր կազմակերպությունը եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ հասարակական կազմակերպության հետ միասին մենք տեսանյութեր ենք ստեղծում ընտրական իրավունքի վերաբերյալ 20 տեսանյութեր, որոնք շատ ակտիվորեն մեր էջում են հրապարակվում, ասեմ, որ դա շատ հաջողված փորձ է, նախորդ փորձ էինք ունեցել մեդիա գրագիտությանը վերաբերող, երբ հենց մտավոր խնդիրներ ունեցող անձիկ են, հենց կրթողները, տեսանյութի միջոցով իրենք իրենց փորձով, այո, եւ կրթողներ են հանդիսանում, ոչ թե կրթվողներ միայն, եւ իրենք ակտիվ մասնակից են, սցենարները թեթև մի քիչ հումորային ֆորմատի մեջ են, որպեսզի ավելի հեշտ լինի դիտողին պահել ուշադրության կենտրոնում եւ նաեւ չծանրացնել նյութը, որովհետեւ ընտրական իրավունքը այդքան էլ թեթև ընտրական իրավունք չէ, այո, եւ այդտեղ մի շատ լավ տեսանյութ կա, երբ մեր ընտրողը խցիկում, ով չի կարողանում գլուխ անել այդ թերթիկներից, ասում է, բարի մարդկանցից ով կա, ով կօգնի ինձ, եւ այդտեղ միջամտում ենք եւ ասում ենք, որ ընտրել ցանկանալու այդ կամքը դրսևորելու համար բարի լինել պետք չէ, այլ պետք է օրենքով սահմանված կարգով նախապես գրանցվել հանձնաժողովի անդամի մոտ, ասեմ, որ օրինակ եթե իմ տղան կամ որևէ մեկ այլ անձ, ով ունի կարդալու դժվարություն, հիմա մի փոքր ավելի հեշտացվել է գործընթացը, կարևոր է հիշել թիվը եւ եթե անգամ թիվը հիշելու դժվարություն կա, պատկերի ձևով հնարավոր է միջև ընտրությունը դա արմատացնել հիշողության մեջ։ Այո, այնպես անել, որ մարդը հիշի, բայց հնարավոր է, որ նաև չհիշի։ Դե հնարավոր է մարդը տեսողական խնդիր ունի եւ այստեղ ինքնուրույն իսկապես չի կարող դա անել։ Տեսողական խնդիր ունեցող անձանց համար բրայլ կաղապարներն են գործում, այո։ Իսկ մտավոր խնդիրների դեպքում ուղղակի երբ որ անձը ասի, որ կուսակցությանն է օրինակ նախընտրություն տալիս, ուղղակի պետք է իրեն օգնել եւ տալ այն թերթիկը, որը որ ինքը նախընտրում է։ Ներկա ընտրական հանձնաժողովի ում է ասում, չէ՞ որ մենք պիտի չասենք, մենք ունենք իրավունք չասելու, թե ում ենք ընտրում։ Դա ասում է իր օգնողին, եթե ունի այնպիսի օգնության կարիք, որ պետք է անպայման օգնողը իրեն օգնի ընտրել այդ թերթիկների մեջից իր նախընտրած թերթիկը։ Չէ, դա գաղտնի է, այդ ամենը տեղի ունենում քվեախցիկում, այո։ Եվ շատ կարևոր ուզում եմ ընդգծել, որ օգնողն էլ պիտի լինի այն մարդը, ում անձը վստահում է։ Իհարկե։
ու վստահությունը մեկ օրում դժվար է ձևավորել ենթադրում եմ որ ընտանիքի անդամները կամ անձնական օգնականը կամ ընկերը կարող է լինել այն անձը ում ընտրողը ինքը վստահում է այսպիսով ուզում եմ ասել որ որևէ խոչընդոտ չկա իրացնելու ընտրական իրավունքը եթե մարդը ունի այդպիսի կամք տեսեք օրինակ մեր պետությունում դեռևս անգործունակ ճանաչելու գործընթացներն են գործում բայց դրան այլընտրանք կա եւ փոխանակ անձին ճանաչել անգործունակ մենք պետք է ներդնենք անձին աջակցող համակարգերը Էլի միգուցե սուբյեկտիվ բան ասեմ, բայց որպեսզի ավելի པարզ լինի, ասեմ, որ օրինակ, երբ մարդը ունի մտավոր խնդիրներ, ունի գրելու կարդալու դժվարություն, դժվարանում է իր մասին կամ առհասարակ որոշումներ կայացնել, կամ բանկում գործարքներ իրականացնել, կամ որևէ օրենքի մասին տեղեկանալ, սովորաբար մեր պետությունը մեզ առաջարկում է անձին ճանաչել անգործունակ։ Փոխարենը, եթե օրինակ վերցնենք բանկի պայմանագրերը, երբ որ մարդը պիտի բանկային որևէ գործարք անի, եթե դա པարզ ձևով բացատրենք անձին, ինչպիսի գործարք է, ինչ գործընթաց է, ինչ է իրենից ներկայացնում, կամ օրինակ վերցնենք ընտրարշավը, եթե օրինակ ինչ որ մեկը ստանձնի ու ավելի մատչելի ձևով, որովհետև մեր կուսակցությունները բոլորովին մատչելի չեն իրենց ծրագրերը եւ այն ձևաչափը, որով իրենք ներկայացնում են իրենց ծրագրերը Երբ որ ավելի པարզ մատչելի ձևով դու բացատրես իրազեկես մարդուն որն է իրենց ընտրած ճանապարհը ինչ առաջնորդություններ ունեն ինչպես են տեսնում տեսլականը հա այո այսինքն անձին աջակցել որպեսզի նա որոշում կայացնի դա է իրական ճանապարհը որպեսզի մենք մարդուն իր իրավունքներից չզրկենք անգործունակ ճանաչելու արդյունքում որովհետև անգործունակ ճանաչված անձիկ գիտենք որ ընտրություն կատարելու իրավունք չունեն ձայնի իրավունք չունեն եւ կյանքում էլ շատ մեծ է վտանգը, որ այն որոշումները, որոնք կկայացվեն, մեծ մասամբ իրենց կամքին դժվար թե համապատասխանի։ Իրականում այդ ոլորտը այնքան խութեր ունի եւ այդտեղ այնքան կախված իրավիճակից կոնկրետ անհատների, հա, առանձնահատկություններից նաեւ շատ բացեր կան այդտեղ եւ նաեւ պետք է շատ զգույշ լինել հենց անձին ընտրելու իրավունքից, հա, որոշումներ կայացնելու իրավունքից, թե ովքեր են բարեկամները, ինչ կամքի դրսևորում կա, այս մի քիչ ուրիշ հարթակներ է գնում արդեն չշեղվենք թեմայից իրականում, որովհետեւ այո, այստեղ դուք նշում եք շատ լավ օրինակներ ընտանիքի անդամներ եք, ջերմ եք եւ ունեք բարի կամք օգնելու ձեր հարազատին, ձեր մերձավորին, սակայն ցավոք իրականությունը միշտ չէ, որ այդպեսին է։ Հուսանք, որ այդ նման իրավիճակներից շատ չեն տուժի մարդիկ եւ ես կուզեի նաեւ խոսեինք վերադառնալով ընտրություններին արդյոք տեսնում եք վերջին շրջանում նաեւ դրական փոփոխություններ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքը ավելի դյուրին դարձնելու ուղղությամբ Այո, տեսնում եմ։ Նախկինի համեմատությամբ եթե դիտարկենք, էլի։ Այո։ Նաև ուզում եմ նշել, որ քաղաքասարակությունը հիմա հասարակական կազմակերպությունները, ովքեր որ հաշմանդամահեն կազմակերպություններ են, շատ են ներգրավված այս գործընթացներում։ Շատ ուշադիր են։ Այո, եթե դուք Facebook-ի Էջը թերթեք կտեսնեք ինչքան ակտիվ են կազմակերպությունները մեր գործընկեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ հասարակական կազմակերպությունը մատչելի ձևաչափով ընտրությունների վերաբերող տեղեկատվական նյութ է պատրաստել մեր կազմակերպություններ տեղեկատվական նյութեր ընտրական իրավունքին վերաբերող ստեղծում հենց մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնակցությամբ պարզ մատչելի հեշտ ձևաչափով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ ակտիվ համագործակցություն ցուցաբերում է արտից օգտվելով նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մասով որ մենք ուզեցանք սիմուլյացիոն ընտրական օր ստեղծել մեր կազմակերպությունում որպիսի մտավոր խնդիրներ ունեցող անձանց ուզակամային ոլորտի խնդիրներ ունեցող անձանց համար նորություն չլինի այդ օրը եւ քվյախցիկ ծրարների արկղ եւ այլն ամեն ինչ տրամադրեց գլխավոր փորձն էի կանում էլի հանձնաժողովը այո փորձ էին կանում այդ որպիսի գործընթացը շատ նորություն չլինի Մաչելի տեղամասերի մասին խոսելով ասեմ որ ցավոք պիտի արձանագրենք որ լիովին մաչելի տեղամասեր չկան Դե հիմնականում տեղակայված են ընտրատեղամասերը մանկապարտեզների տարածքներում, դպրոցների տարածքներում ցավոք թեքահարթակներ եւ այլ հնարավորություններ այնպես չի որ կան Այո
Չնայած որ մատչելի տեղամասերի ցանկը կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղադրված է, ասեմ, որ այդ ցանկը գտնելն էլ հեշտ չէ, որովհետև անձին, ով համակարգչային շատ զարգացած հմտություններ չունի, բարդ է գտնել այդ տեղեկատվությունը, այսինքն մշտապես աջակցություն է պետք, որպեսզի մենք տեսեք խոսում ենք անկախ ընտրելու իրավունքից, բայց մեծամասամբ գործընթացները բոլորը աջակցության կարիք ունեն։ Իհարկե, երբ ինչպես խոսքումս նշեցի տարիներ առաջ այդ մասին չէինք մտածում, հիմա հակառակ է, քանի որ մտածում ենք, որ մարդը բոլոր իրավունքներից իր պիտի օգտվի եւ իրացնի, այդ աջակցության մեխանիզմները, փորձերը, չգիտեմ, փորձառությունը բերում ենք արդեն իրական կյանք։ Բայց տեսեք, տարիների ընթացքում փոփոխություն ենք արդեն նկատում։ Արդեն մտածում ենք այդ ուղղությամբ, արդեն քայլեր ենք անում։ Այո, մտածելը միայն բավարար չէ։ Քայլեր ենք անում նաեւ։ Այդպիսով ուզում ենք ողջևորել որպեսզի այո, քաղաքացիական ակտիվությունը մեծ լինի։ Ասեմ, որ նաև մեր կազմակերպությունը մի քանի տարի առաջ ստեղծել է հենց վեբ հավելվածներ, մտավոր խնդիրներ ունեցող, գրելու, կարդալու դժվարություններ ունեցող անձանց համար 3 հավելվածներ են, արեգակ կրթական զարգացնող վեբ հավելվածներ են կոչվում, 3-ն էլ կրթության գիտության նախարարության կողմից հաստատվել են որպես ուսումնաօժանդակ նյութեր եւ հավելվածներից մեկը հենց առանձին իմ ընտրելու իրավունքը այդպես է կոչվում եւ ինքը էլի խաղային մեթոդով, հեշտ ձևաչափով, ինտերակտիվ շատ էլի անդրադառնում է մարդու ընտրական իրավունքին եւ ինչպես ասեցի ընտրական իրավունքը միայն ընտրության օրը չէ տեսեք օրինակ անձին որպիսի սովորեցնենք որպիսի իրեն համար մաչելի դարձնենք թե առհասարակ ինչ է նշանակում ընտրել դա սկսում ենք առօրյայից օրինակ ինչ է նշանակում ընտրել օրինակ մենք ամեն օր ընտրություն ենք կատարում ընտրում ենք ինչ հագնել ինչ ուտել կամ երկու լավագույնների մեջից ընտրում ենք ամենալավագույնը մեզ համար հավելվածում եւս մի քիչ ավելի լայն ենք վերցրել ընտրություն կատարելու այդ ամբողջ գործընթացը մի խոսքով ամեն կերպ ուզում ենք մեր փորձառության, մեր ուղղության, մեր մտավոր խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանության ուղղությամբ ահագին գործողություններ իրականացնել։ Մենք անպայման կվերադառնանք նաև իրական կյանքին, որովհետև դա մեր անկանկտելի մասն է, բայց ընտրության հետ կապված էլի ունեմ մի քանի հարցեր, կուզեի դրա մասով էլ խոսենք։ Տեսեք, շատ լավ բան եք ասում, երիտասարդը ուզում է գնալ ընտրության եւ պետք է մենք ողջևորենք, աջակցենք։ Հասարակությունը որքան է պատրաստ դրան, որովհետև մենք գնում ենք ընտրատեղամասեր, հերթեր են հաճախ լինում, մարդիկ հերթ են կանգնած, որպեսզի գնան ընտրության։ Ես կուզեի խոսեինք նաև հասարակության վերաբերմունքի մասին, նաև կարող ենք համեմատականներ անցկացնել անցյալ ընտրությունների հետ, հա, որովհետև այդուհանդերձ տարիներն ու ժամանակը այդուհանդերձ ես լիահույս եմ, որ դեպի դրականը փոխվել է։ Դուք պիտի արդեն ասեք սեփական փորձից ելնելով։ Ուզում եմ արձանագրել, որ հասարակության մեջ էլ փոփոխություններ կան։ Դրանք իհարկե այն չափի չեն, որ մենք լիովին գոհ ենք։ Ժամանակի հարց է ինձ թվում։ Դանդաղ բայց կարևորը կան։ Բայց միևնույն է չէ որ մարդիկ արդեն հիմա շատ են իրազեկվում ավելի։ Դե տեսեք, այդ տեսանյութերը ընտրական իրավունքին վերաբերող ինքնանպատակ չեն, օրինակ մենք ստեղծում ենք հանրային մի նյութ, որպեսզի նաև տեսանելի դարձնենք մտավոր խնդիրներ ունեցող անձանց։ Դրանք չլինեն միայն լուսանկարների ձևով, տեղեկատվական նյութերի ձևով, որոնք շատ հաճախ ծրագրերի ինքնանպատակ չլինեն։ Ոչ, մի քանի թիրախ ենք հետապնդում կրթել մտավոր խնդիրներ ունեցող անձանց իրենց ընտրական իրավունքի վերաբերյալ, իրազեկել հասարակությանը, տեսանելի դարձնել մտավոր խնդիրներ ունեցող անձին ու ցույց տալ, որ մարդիկ իրավունք ունեն ընտրելու, անկախ նրանից մենք դա սուբյեկտիվորեն ճիշտ ենք համարում, թե սխալ, ճակերտների մեջ ասած։ Բայց ուզում եմ ասել, որ այն ընտրական ձևը, որ կա, բավարար չէ, որպեսզի մտավոր խնդիրներ, հուզակամային խնդիրներ ունեցող մարդիկ կարողանան բոլորը իրացնել իրենց իրավունքը։ Դուք շատ ճիշտ նշեցիք ընտրատեղամասերում հերթերը, աղմուկը, շատերի համար դա խոճապ է առաջացնում եւ իրենց հարմար չէ եւ այն միակ ընտրելու ձևը գնալ ընտրատեղամաս եւ ընտրել, դա խոչընդոտ է եւ ես կարծում եմ, որ շատ մարդիկ այդ ընտրական գործընթացից եւ շատ ծնողներ փորձում են, այո, պաշտպանել իրենց երեխաներին եւ ընտրատեղամասեր չտանել։ Ես կարծում եմ, որ դա էլ պիտի օգնի, դա էլ պիտի փոխվի, որ ընտրություն կատարելու միակ ձևը չլինի ընտրատեղամաս գնալը։
Կամ նույնիսկ եթե ընտրատեղամաս են գնացել, այստեղ իզուր չհարցրեցի հանրության ընկալումը, որովհետև այստեղ ոչ միայն իր ընտանիքի անդամը կամ վստահելի անձը պիտի աջակցի կոնկրետ մարդուն, այլ հասարակությունը, որ այդտեղ կանգնած է, ինքն էլ պիտի իր աջակցությունը ցուցաբերի, բայց շատ կարևոր է գրագետ աջակցություն, այստեղ բանալի բառը գրագետն է, որովհետև հաճախ մենք փորձում ենք օրինակ ուզում ենք օգնել հաշմանդամություն ունեցող անձին, բայց մեր գերխնամքը հակառակ ռեակցիա է բերում։ Այսինքն մենք հստակ չգիտենք մեր գործողությունները որոնք են ճիշտը, որ հանկարծ չվնասենք։ Դրան մի հատ շատ բարձ լուծում կա, միշտ երբ չես իմանում ինչպես աջակցել աջակցության ցանկությունդ մեծը, դա հարցնելն է։ Հենց մարդուն, այնպես չի Լուսինե ջան, որ մենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով ենք զբաղվում այդ ոլորտում ենք ու մենք ամեն ինչ գիտենք, այնպիսի սխալներ ենք տարական մեկ թույլ տալիս, բայց լավագույն դեպքը, լավագույն միջոցը հարցնելն է, ինչպես օգնեմ, թե չօգնեմ։ Կարիք կա օգնության ու ինչպես օգնեմ, որովհետև մարդը ինքն է թելադրում, թե ինչպես լավագույնս իրեն օգնես։ Բայց մի բան էլ պիտի ասեմ, մտածել, որ հասարակությունը վատ կվերաբերվի կամ չգիտի ու չփորձել աջակցել մարդուն, որ ինքը ամեն դեպքում գնա ընտրության հոր ընտրատեղամաս, դա ճիշտ չէ։ Կարծում եմ նաև մարդու գտնվելով է ինչ բաներ միջավայրում հասարակությունում փոխում, եթե չկա ներկա չի աչքը պիտի սովորի նաև սովորական։ Մարդիկ շատ անգամ ինչ որ վերաբերմունք են ցույց տալիս զուտ իրազեկման պակաս ունեն, չգիտեն, չեն տեսել, չեն առնչվել եւ այլն, բայց դիտարկել դա որպես խոչընդոտ կարծում եմ չարժե, որտեղ լավագույնս, այո, պիտի ամեն ինչ անենք, որ մարդու բոլոր իրավունքները բայց կարծում եմ եթերը հիանալի տարբերակ է քաղաքացիներին թեկուզ փոքր հուշում տալու, թե ինչպես վարվեն, երբ տեսնում են օրինակ, երբ իրենք եկել են ընտրության, հերթում կանգնած են եւ տեսնում են, որ հաշմանդամություն ունեցող անձ է եկել ընտրության։ Օրինակ ես որպես քաղաքացի նախ հավասարին կդիտարկեմ այդ մարդուն առաջին հերթին, բայց երկրորդը իհարկե կզիջեմ իմ հերթը հաշմանդամություն ունեցող անձին, եթե ինքը ցանկություն ունի, որովհետև գուցե ֆիզիկական խնդիր կա, որ երկար չի կարող սպասել, գուցե իր համար միջավայրն է մի քիչ անտանելի, որովհետև մարդկանց առկայությունն է շատ, այ ինչ անի քաղաքացին, ես երկու կետ ասեցի, որ զուտ իմ տրամաբանությամբ առաջին երկու քայլը կլիներ։ Կուզեք առաջ գնալ, խնդիր չկա այս բարակայում, բայց հավասարին, այս շատ կարևոր նրբություն է դա կարծում եմ, ինչ անի քաղաքացին, որպեսզի առանց խոցելու հստակ կարողանա նաև ինչ որ չափ օգտակար լինել։ Դուք շատ ճիշտ նշեցիք, հավասարին, եթե մարդը անգամ իր վարքով կամ ինչ որ մի բանով տարբերվում է իրենից, կարծում եմ լավագույն ձևը ուղղակի դրան սովորական նայելն է եւ հարցնել է արդյոք օգնության կարիք ունի, արդյոք կարիք ունի որ իրեն զիջեն։ Օրինակ մի շատ པարզ դեպք ասեմ, տղայիս հետ շատ հաճախ ենք ինչ որ միտեղ միասին գնում, երբ իրեն տեղ են զիջում ինչ որ տարբերությունից ելնելով, ինքը շատ հանգիստ կարող է հրաժալվել, որովհետեւ ուզում է կանգնել եւ այլն, չի ուզում նստել։ Շատ հանգիստ այդ հարցը լուծվում է, կարծում եմ մարդկանց մղումը օգնելու մի քիչ մենք շատ ծանր ենք տանում ծնողներս, չենք էլ ուզում, որ նկատեն այդ տարբերությունը, բայց կարծում եմ մեր վարքագիծն էլ մի քիչ պիտի փոխվի, մենք էլ պիտի դրան սովորական ու հասարակական։ Բայց եթե դուք խոսում եք այդ մասին եթերում, դուք արդեն հաղթահարել ու անցել եք այդ էտապը։ Իհարկե, կարծում եմ պիտի հասկանանք, որ դիմացինը նաև կարող է հարցերել տալ, եթե շատ ժամանակ այդ հարցերը մեզ միգուցե մի փոքր անգամ ցավ են պատճառում, նյարդայնացնում են, բայց մի այսպիսի բան եմ ասում ու իրավիճակից դուրս եմ գալիս, ասում եմ, եթե ոչ մենք, ապա ով պիտի մեր մասին իրազեկի, փորձում եմ այդ պատնեշների մեջ հաղթահարել եւ լավագույն ձևը կուզենամ ասել, որ ուղղակի հարցնելն է մարդուն կամ իր կարիքը հաշվի առնելով զիջելն է եւ այլն։ Երկխոսության մեջ մտնելը լավագույն տարբերակն է։ Այս վերջերս աշխատանքային պայմանագրերում էլ աշխատանքային հարաբերություններում էլ մի կետ է ավելացել ինտերակտիվ հարցազրույց, դա այն մեթոդն է, որով գործատուն եւ ապագա աշխատողը փորձում են ողջել ինչ խելամիտ հարմարեցումների կարիք ունի աշխատողը, շատ լավ անուն ունի, ինտերակտիվ հարցազրույց, սա կարող է լինել, այո, ինտերակտիվ զրույց, ուղղակի մարդու հետ շփվել, հասկանալ, ունի օգնության կարիք, չունի օգնության կարիք եւ
այդպես։ Արդյոք կարող ենք ասել, որ այդուհանդերձ ձեր ծնողներից էլ է գալիս հասարակության վերաբերմունքը, հասարակության ընկալումը։ Այսինքն, երբ դուք հստակ ասում եք, որ այո, իմ երեխան օրինակ ունի այս խնդիրը, դուք որպես նորմա եք դա ներկայացնում, արդեն հասարակությունն էլ է մի պահ փոխում իր կարծիքը։ Ձեզնից էլ ինչ որ մաս, իհարկե մենք անդադար պիտի խոսենք այս մասին, անդադար պետք է իրազեկենք, բայց դուք ինքներդ նշեցիք, որ դուք որպես ծնողներդ համարել է ցավոտ այս հարցը, արդյոք եթե դուք կարողանաք նաև մի քիչ էլ դուք փոխել։ Դե իհարկե մենք ամենօրյա մեր լինելով արդեն վերաբերմունքը նկատում փոխում ենք, բայց նաև պիտի հաշվի առնել, որ ոչ բոլորն են պատրաստ խոսելու այդ մասին։ Իհարկե։ Ոչ բոլորն են ավելի բաց, ոչ բոլորն են ինչ-որ փուլեր հաղթարել եւ չգիտեմ, հիմա ովքեր որ պատրաստ են։ Այո։ Հավատացեք այն ծնողները, ովքեր որ պատրաստ են, նրանք ամենօրյա իրենց, այո, շատ ակտիվ են հիմա ծնողները։ Եթե օրինակ տարիներ առաջ ինձ թվում էր հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը ոչ ծիծաղում է, ոչ ակտիվ կյանքով է ապրում, ոչ շատ հարդարված է, որովհետև ժամանակը չունի անդադիր երեխայի խնամքով է զբաղված։ Իհարկե հիմա այդպես չէ։ Մեր ծնողները շատ ակտիվ են, շատ լավ է, շատ գովելի է։ Ասեմ, որ մեր կազմակերպությունում հիմա ավելի մոտեցումները այլ են, որտեղ մեր երեխաները մեծանում են, երիտասարդներ են արդեն, ծնողներից շատ սահուն անցում են կատարել երիտասարդներին եւ ծնողների դերը իրենց կյանքում փորձում են նվազեցնել, որովհետեւ դուք ձեր խոսքում էլ նշեցիք, այդ գերխնամքը միշտ խանգարում է եւ փորձում ենք հենց երիտասարդներին դարձնել ավելի ինքնուրույն, ավելի իրենց իրավունքների մասին խոսող, անգամ եթե խոսքի դժվարություն ունեն եւ չեն խոսում, կարողանան ճիշտ ընտրություն կատարեն առօրյայում եւս կենցաղում։ Եվ մենք մեր կրթական զարգացնող ծրագրերում այնպիսի թեմաների ենք անդրադառնում, որ մեկ-մեկ ծնողները զարմանում են կողքից, բայց հստակ որոշում ունենք, որ մենք չպիտի որոշենք, թե մտավոր խնդիրներ ունեցող անձի համար ինչն է կարևոր, ինչը ոչ։ Մենք այն ինչ որ մարդկանց համար ստեղծված է եւ կարևոր է, փորձում ենք մատչելի դարձնել, մատչելի հասանելի պարզ ձևով բացատրել, կրթել, հարցնել եւ իրենց դարձնել, իրենց մասին որոշումներ կայացնող։ Հիմա անկախ կյանքի մասին շատ եմ խոսում, դուք էլ լսած կլինեք, ելի պիտի իմ մտավախությունը ասեմ, առաջին անգամ երբ որ լսեցի անկախ կյանքի մասին, ասեցի, երևի այս մարդիկ չեն հասկանում մենք ինչ ապրումներով ենք, ինչ անկախ կյանքի առանձին ապրել, ինչ սխալ պատկերացում, տեսեք իմ ոչ իրազեկ լինելը այդ մասով, սխալ արդեն կարծատիպային մոտեցում էր ցույց տալիս, բայց անկախ կյանքը այսպես է, իր մասին մարդը պիտի ինքը որոշումներ կայացնի։ Դա է անկախ կյանքը, երբ որ ինքը միշտ աջակցություն եթե ունի հասարակ, չգիտեմ, կենցաղային հարցեր լուծելու, հագնվելու, չգիտեմ, ինչ-որ տեղաշար, որոշում կայացնելու, դա այլ է, բայց իր մասին որոշումները մարդը պիտի ինքը կայացնի։ Դա է անկախ կյանքը։ Իրենք որոշումներ կայացնեն։ Եվ մենք փորձում ենք մեր բոլոր գործողությունները ոչ թե ծնողների վերաբերմունքը արդեն փոխել իրենց երեխաների նկատմամբ, այլ հենց երեխաներին, երիտասարդներին, արդեն պատանիներին դարձնել ավելի իրազեկ, փորձել օգնել, որպեսզի կարողանան որոշումներ կայացնել ինքնուրույն դառնան։ Մեկ հարց եմ ուզում տալ, մենք խոսում ենք ընտրատեղամաս այցելելուց, ընտրության իրավունքից, գնալ ընտրության գործընթացից, բայց մենք մեկ կարևոր թեմայի էլ չենք անդրադարձել, հաշմանդամություն ունեցող ընտրական անձի իրավունքը երբ խախտվում է ու նա բախվում է խտրական վերաբերմունքի, ինչ քայլեր պիտի ձեռնարկվի։ Կարող է դիմել հենց տեղում հանձնաժողովի նախագահին, կարող է զանգել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժգից, կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժգից, ոստիկանություն եւ ուղղակի բարձրաձայնել այդ խնդրի մասին։ Չլռել։ Ձայնը լսելի պիտի դարձնել։ Անպայման, ցանկացած քաղաքացու նման, եթե խախտվում է մարդու իրավունքը, մենք պիտի այդ մասին խոսենք ու բարձրաձայնենք եւ օգնենք, որպեսզի մարդը կարողանա նաեւ իր խնդրի մասին, իրեն հանդիպած խոչընդոտի մասին բարձրաձայնել, խոսել այդ մասին, իրազեկել։ Եվ ձեր խորհուրդը այն մարդկանց, ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող ընտրելու իրավունք ունեցող երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, հորդորը նրանց գնալ ընտրության, աջակցել, օգնել։ Տեսեք, մեր մասին որոշումների կայացման մեջ մենք պիտի ակտիվ մասնակցություն ունենանք։ Մենք ենք որոշելու, թե ովքեր մեր մասին որոշում կայացնեն։ Եվ երբ այդ ընտրելու
թե ովքեր մեր մասին որոշում կայացնել, այդ գործընթացում մենք մեր ձայնը չենք տալիս, հետո արդեն այդ պահանջատիրությունը մեր մոտ արդեն թույլ է։ Դրա համար ես հենց երիտասարդներին եմ կոչս ուղղում եւ ընտրական տարիքի ցանկացած մարդու անպայման մասնակցեք ընտրություններին, ակտիվություն ցուցաբերեք, որպեսզի ձեր մասին որոշումների կայացման մեջ դուք ակտիվ դերակատար լինեք։ Այլ ոչ թե դիտորդ։ Այո։ Այս շատ կարևոր էր, այսօր ավելի ակտուալ է ոչ թե ձեր ձայնը լսելի, այլ ձեր ձայնը որոշիչ է տարբերակը։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ մանրամասներ ներկայացնելու համար։ Վստահ եմ կամ լիահույս եմ, որ մեր եթերից հետո ընտրատեղամասերում մեր ռադիոլսողները երբ տեսնեն մարդկանց, որոնք ունեն օգնության կարիք, ավելի գրագետ եւ ճիշտ օգնություն կցուցաբերեն այդ մարդկանց։ Շնորհակալ եմ ձեզ մանրամասներ ներկայացնելու համար։ Հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, իմ զրուցակիցներ, մենք կարող ենք մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների եւ նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Սահակյանը, մնացեք հանրայինի հետ եւ միշտ կատարեք ընտրություն։ Քո ձայնը